Տիգրան, ընդամենը 3 տարեկան մի փոքրիկ, ում անունը մեկ գիշերում դարձավ աղոթք ամբողջ Հայաստանի համար։ Եվ ահա հիմա Գեղարքունիքի լեռնաշղթաներով պտտվող քամին իր հետ բերում է այն նույն անհանգիստ զգացումը, որ ամիսներ առաջ ունեցանք Մարմարիկում։ Այն ժամանակ էլ Տիգրանն էր, փոքրիկ, անմեղ, ժպտացող, բայց ցավոք նրան գտանք գետի սառը ալիքներում։ Այդ հիշողությունը դեռ չի մարել մարդկանց հոգիներում։ Եվ հիմա կրկին Տիգրան, նույն տարիքը, 3 տարեկան, նույն մանկական անզեն հայացքը, նույն ցավն ու նույն աղոթքը։ Անհնար է չմտածել, սա զուգադիպություն է, թե նախախնամություն, որ մեզ հիշեցնում է երեխայի յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր վայրկյան, որքան թանկ է, որքան խոցելի է կյանքը։ Ծափադաղում գիշերն այլ կերպ է անցել, գյուղի բոլոր տները լուսավորված էին, բոլորը դուրսն էին, փրկարարները, ոստիկանները, կամավորները, ոչ ոք չքնեց։ Գյուղի կանայք թեյ էին եփում, տղամարդիկ լապտերներով շրջում անտառի եզրերին, իսկ ամեն ձայնի ժամանակ բոլորը կանգ են առնում, գուցե Տիգրանի ձայնն է։ Այդ սպասումը, երբ չգիտես ուր է քո փոքրիկն, ամենածանր բանն է աշխարհում։ Երեխայի մայրը դեռ ոստիկանությունում է։ Տիգրանը կգտնվի, նա ուժեղ է, Աստված չի թողնի։ Այո, մայիսին Մարմարիկում կորած փոքրիկ Տիգրանը չէր կարող փրկվել, նրա պատմությունը դարձավ ծանր հիշեցում բոլորիս համար։ Երեխաները մեկ ակնթարթում կարող են անհետանալ։ Այն ժամանակ մարդիկ օրերով աղոթում էին, սպասում հրաշքի, բայց չստացվեց։ Բայց այս անգամ բոլորի հավատն ուրիշ է։ Ամեն մարդ, ով կանգնած է ծափաթաղի դաշտերում, զգում է, այս Տիգրանը պետք է գտնվի։ Այստեղ խոսքը միայն որոնման մասին չէ, սա դարձել է հավատքի փորձություն, մարդկային միասնականության ցուցանիշ։ Բոլորը խոսում են Տիգրանի մասին այնպես, կարծես նա բոլորի որդին է։ Հարևան գյուղերից մարդիկ գալիս են ոտքով, կամավորները ժամանում Երևանից, նույնիսկ երեխաները բակում խաղալիս ասում են Տիգրանը կգտնվի։ Հույսն ամենազոր բանն է, որը կարող է մնալ այսպիսի գիշերներից հետո։ Երբ տասնյակ լապտերների լույսերը բոցավառվում են անտառում, թվում է ամբողջ գյուղը վերածվել է կենդանի աղոթքի։ Լույսի յուրաքանչյուր կետ կարծես ասում է. Տիգրան, տես, մենք քեզ փնտրում ենք, դու մենակ չես։ Բոլոր աղոթքներն այսօր ուղղված են մեկ անունով՝ Տիգրան, եւ յուրաքանչյուր մարդ իր ձևով է խոսում Աստծո հետ, մեկը լուռ, մյուսը բարձրաձայն, մեկը արցունքներով, մյուսը հավատքով, որովհետև երբ կորում է երեխա, դա ոչ մեկի ընտանիքի ցավը չէ, դա բոլորիս ցավն է, եւ երբ գտնվի Տիգրանը, դա լինելու է բոլորիս ուրախությունը։ Թող վաղվա լույսը գա ոչ թե լռությամբ, այլ մանկական ծիծաղով, թող փրկարարները վերադառնան ոչ թե ծանր սրտով, այլ ժպտացող աչքերով, թող ծափաթաղի լռությունը կոտրվի մի ձայնով. ահա, գտանք նրան, Տիգրանը ողջ է, եւ այդ օրը բոլորս կհասկանանք, այս անգամ դա զուգադիպություն չէր, այլ նախախնամություն, որ մեզ փորձեց, բայց նաեւ սովորեցրեց, թե որքան ուժ ունի միասնական հավատը։ Գեղարքունիքի մարզի ծափադաղ բնակավայրի հատվածում այս պահին 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ոստիկանական եւ փրկարարական մեծաթիվ ուժեր։ Որոնողափրկարարական աշխատանքները կատարվում են ինչպես գյուղի տարածքում, հարակից անտառներում, այնպես էլ Սևանա լճի ափին։ Այս պահին այստեղ կիրառվում են նաեւ դրոններ, որպեսզի տարածքում ամբողջությամբ նկարահանումներ իրականացնեն։ Ներգրավված են նաեւ կինոլոգիական խմբեր, բնակիչներ, ժամանել է Գեղարքունիքի մարզպետը։ Նյուսեեմը գրել է. մեր տեղեկություններով Տիգրանի ընտանիքում 5 երեխա են, վարկածներից մեկն այն է, որ 5-ամյա եղբոր հետ է փոքրիկ Տիգրանը դուրս եկել տնից։ Սակայն տուն է վերադարձել միայն 5-ամյա եղբայրը, Տիգրանից որևէ լուր չկա։ Ժամը 11:30-ի դրությամբ դեռևս փոքրիկը չի հայտնաբերվել։ Ծափադաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողլյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 3 հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ, այդ թվում Երևանից։
Արդեն ավելի քան 18 ժամ է, ինչ որոնումները շարունակվում են, որոնումների ներգրաված են ոչ միայն ծափաթաղի, այլև շողակաթի, արտանիշի և հարակից գյուղերի բնակիչներ։ Նրանց միացել են կամավորներ, նաև Երևանից լապտերներով, ջերմատեսիլ սարքերով, նույնիսկ թռչող սարքերով։ Հայտնի է, որ որոնումներն ընթանում են մի քանի ուղղություններով։ Տան և բակի շրջակայք ստուգվել են բոլոր գոմերը, ավտոտնակները, պահարանները, փոսերն ու հնձած խոտի կույտերը։ Անտառային հատվածներ, փրկարարներն ու կամավորները բաժանել են տարածքը գոտիների, յուրաքանչյուր խմբում ընդգրկվել են նաև տեղացիներ, ովքեր լավ գիտեն տեղանքը։ Հաշվի առնելով գյուղի մոտակայքը Սևանի ափին, որոնվում են նաև փոքր առուներ, ջրատարներ և լճակներ։ Գիշերային ժամերին որոնումները չեն դադարեցվել, փրկարարները կիրառել են լապտերներ և ջերմատեսիլ սարքեր։ Տիգրանը կարող էր մոլորվել տան մոտակայքում, երեխան ընդամենը 3 տարեկան է, ուստի հեշտ է հեռանալ մի քանի 100 մետր և կորցնել կողմնորոշումը։ Անտառը կամ բարձր խոտածածկ տարածքը բավական է, որ փոքրիկը չերևա անգամ մոտ հեռավորությունից։ Նա կարող էր մոտենալ ջրային հատվածներին։ Ծափաթաղը գտնվում է Սևանի ափամերձ գոտում։ Երեխաները հաճախ հետաքրքրվում են ջրով։ Եթե Տիգրանը քայլել է դեպի առու կամ փոքր ավազան, դա շատ վտանգավոր սցենար է։ Փրկարարները հիմնական ուշադրությունը դարձրել են հենց այդ ուղղությանը։ Թաքնվել կամ վախից նստել մեկտեղում։ Երեխաները հաճախ վախենում են, եթե ինչ-որ բան է պատահում կամ եթե ծնողները բարձր ձայնով կանչում են։ Այս տարիքի երեխան կարող է թաքնվել ծառի հետևում, գոմում կամ նույնիսկ նստել ու քնել չարձագանքելով։ Արտաքին միջամտություն նման դեպքերում միշտ ստուգվում է։ Թեև նման դեպքերը հազվադեպ են, բայց ոստիկանությունը մշտապես ստուգում է նաև այս ուղղությունը